Բարդեսրելի հայրենակիցներ, այսօր արդեն մարտի 5-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը եւ այն փորձում ենք շարունակել արտակարգ ռեժիմով։ Մի փոքր բարդ է անընդհատ տեղեկություններ ստանալ, հավաքել, հետո նաեւ վերլուծել եւ պատրաստել այս հաղորդումները, բայց մենք փորձում ենք անպայման շարունակել մեր աշխատանքը այս ռեժիմով եւ կփորձենք, քանի այս պատերազմը շարունակվում է, քանի որ այն միանշանակ վերաբերվում է նաեւ մեզ, Հայաստանին եւ Վրաստանին եւ կարող է փոխել ամբողջ տարածաշրջանը, ուղղակի հույս ունեմ, որ այն չի նոր խնդիրներ ստեղծելու մեր երկրների անվտանգության համար։ Սկսենք Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունից ազգային ժողովում, դրանից սկսենք, քանի որ շատ կարևոր հայտարարություն է, հետո արդեն անդրադառնանք Իրանին։ Երեք շատ հետաքրքիր եւ կարևոր հայտարարությամբ հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը, որ մեր անվտանգության երաշխավորը թղթի վրա ընդամենը անվտանգության երաշխավոր է, տարիներ առաջ Հայաստանը ուներ այդպիսի անվտանգության երաշխավոր, տարբեր ձևերով Հայաստանը դիմեց, երբ որ պետք էր, բայց տեսանք թե ինչ եղավ, ու Փաշինյանը շատ կարևոր է ասում, մինչև այն պահը, որ մենք չգիտակցեցինք, որ այդպիսի երաշխավոր չկա, մենք չհրաժարվեցինք այդ երաշխավորից, մենք չդարձանք պետություն։ Նա ասում է, որ մենք չպետություն էինք, բայց նույնիսկ չէինք պատկերացնում, նույնիսկ չգիտեինք, որ չպետություն ենք։ Շատ կարևոր համարձակ տեղին եւ ճիշտ ժամանակին արված հայտարարություն է, ու սա կոնկրետ ուղղված է Ռուսաստանի Դաշնությանը, ես կարծում եմ ուղղված է նաեւ այն ընդդիմադիր կոչվածներին, որոնք որ իրենց շահերն են առաջ տանում Հայաստանի Հանրապետությունում, այսինքն Ռուսաստանի շահը, կներեք, իրենք չէ, ոչ միայն իրենց, այլ Ռուսաստանի շահն են առաջ տանում Հայաստանի Հանրապետությունում եւ հասարակությունը այս ամենը տեսնում ու հասկանում է, ինչը ամենակարևորն է, սիրելի հայրենակիցներ։ Իրոք մենք տեսնում ենք, թե ով էր մեր անվտանգության երաշխավորը, ով էր Սիրիայի հետ ինչ տեղի ունեցավ, Վենեսուելայի հետ ինչ տեղի ունեցավ, հիմա Իրանի հետ ինչ է տեղի ունենում եւ այդ շարքը կարելի է շատ ու շատ շարունակել, ճիշտ է դրանք բռնապետական երկրներ էին, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, բայց Հայաստանի հետ Ռուսաստանը շատ լուրջ պայմանագրեր ուներ, նույնիսկ շատ ավելի, քան նույն Սիրիայի, Վենեսուելայի կամ Իրանի հետ, ճիշտ է, Իրանի հետ հիմա ռազմավարական հարաբերությունների պայմանագիր ունեն, բայց կոնկրետ անվտանգության երաշխավորը չէ Ռուսաստանի Դաշնությունը, այսինքն այդ բոլոր երկրների համեմատ Հայաստանը ուներ ամենաբարձր փաստաթղթային բազան, որ Ռուսաստանը իրոք կատարեր իր անվտանգության երաշխավորի դերը եւ նա չկատարեց, ոչ միայն չկատարեց, այլ ճիշտ հակառակը օգնում էր մեր հակառակորդին, որպեսզի նա կարողանար ավելի հեշտ եւ էֆեկտիվ հաղթանակ տանել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Սա փաստ է, սա չի կարող հերքել ոչ մեկ, փորձում են, բայց չեն կարող, այսինքն այդ երկաթյա փաստի դեմ չեն կարող որևիցե նորմալ լուրջ հակափաստարկ ներկայացնել։ Եվ շատ լավ է, որ Նիկոլ Փաշինյանը այս հարցին անդրադարձավ։ Շարունակենք թեման Իրանով։ Իրանում այնպիսի զարգացումներ են տեղի ունենում, որ մենք ուղղակի չենք հասցնում ամեն մանրունքի անդրադառնալ, այնքան տեղեկությունները շատ են, որ ես փորձում եմ դրանցից ընտրել ամենակարևորը, սիրելի հայրենակիցներ, որ ձեզ ներկայացնեմ եւ դուք ամենակարևորի մասին տեղեկացված լինեք։ Երեք մենք խոսում էինք նրանից, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հնարավոր է հիմա զինեն արդեն քրդերին, Իրաքի քրդերին եւ որոշ քամբի Իրանում եւ սկսեն արդեն ցամաքային գործողություն հենց քրդերի միջոցով, սկզբում քրդերի միջոցով, հնարավոր ապագայում նաեւ միանա Ամերիկայի Միացյալ Նահանգները, Իսրայելը, ճիշտ է, հիմա Սպիտակ տանից ասում են, որ դեռ ոչ նման որոշում չկա, դեռ վաղ է դրա մասին խոսելը, այս պահի դրությամբ ոչ, բայց ես այդ ամենը նաեւ հավանական համարում եմ, ես խոսել եմ այդ մասին, քանի որ ռեժիմի փոփոխությունը միայն այդ պարագայում կարող է տեղի ունենալ, քրդերի գաղափարը իրենց համար, ոչ մեզ համար, իհարկե լավ գաղափար է, կարող է աշխատող լինել, բայց ոչ ամբողջական։ Եվ ահա Fox-ը հաղորդում է, որ
արդեն իսկ սկսվել է իրաքյան քրդերի ցամաքային գործողությունը հարձակումը Իրանի վրա, բայց նույն ժամանակ մենք նաև ունենք Քրքում այլ աղբյուրներից, որ նման գործողություն դեռևս չի սկսվել։ Եթե երեք մենք խոսում էինք այն մասին, որ պետք է սկսվի, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները զինում են, եւ այսօր մենք ունենք տեղեկություն, որ սկսվել է, չի սկսվել, դա նշանակում է այն, որ ամենայն հավանականությամբ դա կսկսվի, եթե նույնիսկ չի սկսվել։ Եվ դա կարող է տեղի ունենալ մոտակա ժամերի ընթացքում կամ առավելագույնը մոտակա օրերի ընթացքում։ Այդ ժամանակ վտանգները շատ ավելի ռեալ եւ մեծ են դառնում ցավոք սերտի մեր համար։ Դրա համար պետք է ամեն ինչ արվի, որպեսզի հայ-իրանական սահմանը հիմա ամրացնենք։ Ադրբեջանցիները արդեն սկսել են ամրացնել իրենց սահմանը Իրանի հետ, զորքեր են հավաքել, Ալիևը տեսնում եք գնում է, հավաքվում է Այաթոլլայի մահվան կապակցությամբ, ել չգիտե թե ինչ ձևից հավաքցի, որովհետև հստակ հասկանում է, թե ինչ է տեղի ունենում Պարսից ծոցի երկրների հետ, ինչպես է Իրանը սկսել թիրախավորել այդ երկրները, հարվածել նավթային օբյեկտներին, իսկ Ալիևը հետ չի ուզում, որ հանկարծ իր նավթային օբյեկտների վրա ինչ-որ ռումբ ընկնի, դրա համար այդպիսի հայտարարություններ, ակտիվություն է ցուցաբերում եւ պարզ է, որ նա հասկանում է Իրանից Ադրբեջանի նկատմամբ վտանգը իրական է։ Դրանից բացի իրենք ունեն նաեւ հարավային Ադրբեջան կոչված այդ մեծ տարածքը հսկայական Իրանում, դա եւս լարվածություն է ավելացնում իրենց համար էլ մեծ հնարավորություններ, սակայն նաեւ մեծ վտանգներ այդ ամենը բերում։ Մեր համար փոքրիկ սահմանը Իրանի հետ իրոք կարող է լուրջ վտանգ ներկայացնել, դրա համար Հայաստանի Հանրապետությունը եւս պետք է իր ուժերը մոբիլիզացնի այնտեղ եւ հստակ գործողությունների պլան ունենա, քանի որ վաղը կարող է մենք ունենալ փախստականներ, դրա մասին շատ լավ է, որ բոլորը խոսում են, շատ ակտիվ քննարկվում է, իսկ եթե ակտիվ քննարկվում է, հույսով եմ Հայաստանի իշխանությունները արդեն մի քանի պլան ունեն, թե ինչպես կարելի է այդ ամենին հակազդել, ինչպես պետք է վարվել, բայց ամենակարևոր վտանգներից է նաև այն, որ երբ որ արդեն ապակայունացումը տեղի ունենա Իրանում, իսկ դա կարող է տեղի ունենալ, ես չեմ բացառում, զինված խմբավորումներ կարող են փորձեն նաև անցնել Հայաստանի տարածք, փորձեն անցնել Թուրքիայի տարածք, բայց թրքերը գիտենք, թե ինչ ձևի կոշտ են վարվում քրդերի նկատմամբ, այնպես որ պետք է նախապատրաստվել, ես չեմ ասում, որ 100%-ով ամեն ինչ այդ սցենարով կընթանա, բայց վտանգները իրոք մեծ են։ Հիմա խոսենք այն հրթիռից, որը որ երեք ընկավ Թուրքիայի տարածքում։ Թուրքիան երեք ստիպված եղավ ընդունել, որ իր տարածքում հրթիռ է ընկել եւ իրենք այլևս չկարողացան թաքցնել դա։ Հիշում եք, երբ որ ասում էի, թե Իրանը հարվածել է Ինջերլիքում ամերիկյան ռազմաբազային, այնտեղից ծուխ է ելնում, կար տեսանյութ, հետո արագ թրքերը ամեն ինչ մաքրեցին, ասեցին, որ ապատեգատավություն է, այդ ժամանակ իրենք փորձեցին թաքցնել եւ թաքցրին, բայց այս անգամ անհնար եղավ թաքցնելը եւ արդեն ստիպված եղավ Թուրքիան արձագանքել, Թուրքիայի արտգործնախարար Հակամ Ֆիդանը հեռախոսազրույց ունեցավ Աբբաս Արաքչիի հետ, Իրանի արտգործնախարարի, եւ Ֆիդանը փոխանցեց Թուրքիայի արձագանքը Իրանին, Թուրքիայի օդային տարածքը խախտելու հետ կապված, ասաց, որ շատ վատ կլինի, ես ուղղակի մարդկային հասարակ դիվանագիտական լեզվից թարգմանում եմ հասարակ մարդկային լեզու այն, որ ասաց, որ շատ վատ կլինի, եթե Իրանը նման պրակտիկան շարունակի, այն մեծ վտանգները կարող է պարունակել արդեն Իրանի համար։ Մենք հասկանում ենք, որ Թուրքիան չի ցանկանում պատերազմի մեջ մտնել, լարվածության մեջ մտնել, բայց հասկացրեց Իրանին, որ մենք չեզոք ենք դեռ, բայց կարող է արդեն հակազդենք ձեր այդ գործողություններին, ոչ Սաուդյան Արաբիայինք, ոչ Քուվեյթ ենք եւ այդպես շարունակ, մենք կհակազդենք։ Եվ ես կարծում եմ, որ Իրանում շատ լավ հասկանում են կատարվածը, արձագանք դրանց բացի արագ Իրանի դեսպանին կանչեցին արդեն Թուրքիայի արտգործնախարարություն, հայտարարությամբ հանդես եկավ ՆԱՏՕ-ի գլխավոր
Քարտուղարը հիշում եք, ես երեկվա մեր հաղորդման մեջ ասում էի, որ իրենք կարող է միայն ու միայն հայտարարությամբ հանդես գան դեռ, ապագայում կարող է պլանավորեն ինչ-որ գործողություն ՆԱՏՕ-ի կողմից, բայց այս 1-2 օրերի ընթացքում դժվար է դա պատկերացնել։ Եվ այդպես էլ եղավ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարությամբ հանդես եկավ եւ ասաց, որ ՆԱՏՕ-ն աջակցում է իր բոլոր դաշնակիցներին պատրաստ է պաշտպանել իր դաշնակիցներին, ասում է Մարկ Ռյուտեն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Բայց կա նաև մեկ այլ տեղեկություն, տարբեր լրատվամիջոցների տարբեր տեղեկություններ են հայտնում սիրելի հայրենակիցներ, դրանք ստուգելը մի փոքր բարդ է։ Կա տեղեկություն, որ Մարկ Ռյուտեն ասել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստում է նաև իր կոլեկտիվ անվտանգության եւ պաշտպանության կետի համաձայն գործողություն սկսել Իրանի դեմ։ Ես իրականում չեմ բացառում, որ Մարկ Ռյուտեն նման հայտարարություն արած լինի։ Ուղղակի մի փոքր շուտ է դա համարում, այսինքն այդ պահը հասունանում է եւ ոչ թե հասունացել է, հնարավոր եմ համարում, որ ՆԱՏՕ-ն մտնի պատերազմական գործողությունների մեջ, բայց կրկնեմ, դա չի լինելու 1-2 օրվա ընթացքում։ Եթե էլի հիմա Իրանի կողմից նման խախտում տեղի ունենա, այդ ժամանակ արդեն ուրիշ է, շատ լուրջ առիթ է տալու Իրանը, որպեսզի ՆԱՏՕ-ն իրեն հարվածի։ Եվ եթե նման բան տեղի չունենա, միևնույն է, կամաց կարող է, եթե անհրաժեշտ լինի, այդ պահը հասունանա։ Հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Էրդողանը, ճիշտ ասած չեմ հասկանում նրա այս հայտարարության իմաստը իր արտգործնախարարի հեռախոսազրույցից հետո եւ իրենց հայտարարություններից հետո Էրդողանը ասում է, որ երբ որ մենք արդեն կավարտենք այդ հրթիռի լիկվիդացիայի պահը, դրանից հետո Թուրքիան պատասխան կտա այդ ամենին։ Ինչ պատասխան են տալու, դժվար է հասկանալ, ես կրկնեմ, չեմ պատկերացնում, որ Էրդողանը ցանկանում է հիմա ինչ-որ հարված հասցնել Իրանին, ճիշտ հակառակը, բայց Էրդողանը ինչ-որ թեթև մռնչացել է, տեսնենք թե ինչ կհետևի այս ամենին։ Բայց կարևոր հայտարարություն է արվել այս կապակցությամբ Պենտագոնից եւ այնտեղից հայտնում են, որ այս պահի դրությամբ ՆԱՏՕ-ի ուժերը օգտագործել ընդդեմ Իրանի որևիցե կարիք չկա, այսինքն չկա կարիք օգտագործելու ՆԱՏՕ-ի հնարավորությունները ընդդեմ Իրանի։ Կարևոր է նշել, որ երեք երկար հայտարարությամբ է հանդես եկել Ամերիկայի Միացյալ Նահանգների պատերազմների նախարար Պիթ Հեքսեթը, պատերազմի նախարար թե պաշտպանության նախարար, բավականին երկար ելույթ էր պաշտպանության նախարարի համար եւ ես երբ որ լսում էի իրեն, մի տեսակ հասկանում էի մեկ բան, որ շատ տարբերվում են այս հայտարարությունները, նախ յուրաքանչյուր երկրից են տարբերվում եւ դրանից բացի տարբերվում են նաեւ նախորդ պաշտպանության նախարարների Ամերիկայի Միացյալ Նահանգների հայտարարություններից եւ պաշտոնյաներից շատ կոշտ, շատ սուր հայտարարություններ էր անում եւ ասում էր, որ մենք հաղթանակ ենք տանում, միանշանակ է մեր հաղթանակը, դաժան անզիջում պատերազմ ենք մղում ընդդեմ Իրանի, օրեցօր ավելի ու ավելի մեծ հաջողություններ ունենք, նա նաեւ ներկայացրեց, թե ինչպես իրենց Սուզանավով տորպեդոյի միջոցով հարվածել են Իրանի ամենաժամանակակից նավին, նավը խորտակվել է, բազմաթիվ մարդիկ են այդ նավի վրա եղել, նրանց մեծ մասը խորտակվել է, հավանաբար, քանի որ կորած են, մի մասը փրկվել է, եւ այսպիսով Ամերիկայի Միացյալ Նահանգները ասում է, որ մենք ընդհանուր առմամբ խոցել ենք իրանական 20 նավ։ Դրանից բացի նա ասում է, որ այսինքն պաշտպանության նախարարը մենք հիմա հետաքննելու ենք, թե ինչ տեղի ունեցավ իրանական դպրոցի հետ, որտեղ որ սպանվեցին այդ աղջիկ երեխաները իրանական դպրոցում, ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն թիրախավորում խաղաղ բնակիչներին, բայց հետաքննությունը ընթանալու է։ Սա է Ամերիկայի Միացյալ Նահանգները իրականում, այսինքն եթե նման մի բան տեղի ունենում, իրենք հետաքննում են, հասարակությունը քննարկում է, լուրջ մեծ աղմուկ է եւ ոչ թե Իրանի նման, երբ որ հարվածում ես Թել Ավիվի սրտին կամ Դուբայի կամ ինչ որ այլ պետության մեջ, այլ քաղաքի շինության հյուրանոցի, ուղղակի հպարտանում ես, որ կարողացել ես հարվածել եւ կամ բազմաթիվ մարդկային
զոհեր։ Եվ հետաքրքիր տեղեկություններ է նաև հաղորդում Պոլիտիկոն։ Ըստ Պոլիտիկոյի Ամերիկայի Միացյալ Նահանգները աչքի առջև ունեն, որ այս պատերազմը կարող է ձգվել մինչև 100 օր, այսինքն 3 ամսից էլ ավել կարող է ձգվի այս պատերազմը, եւ դա էլ մինիմումն է, սիրելի հայրենակիցներ, կա սցենար, որով որ այն կարող է ձգվել մինչև սեպտեմբեր, այսինքն 3-4 շաբաթների մասին, երբ որ խոսվում է, դա չգիտեմ ինչ, դա ուղղակի շատ փոքր ժամանակահատված է այսպիսի մեծ պատերազմի համար։ Չնայած ես չեմ կարող խոսել ժամկետների մասին, ահա այստեղ դժվար է պատկերացնել, թե ինչ ընթացք կունենա այս պատերազմը, ինչքան կձգվի այս պատերազմը, եթե ցամաքային գործողություններ է լինելու, միանշանակ է, որ պատերազմը կարող է շատ ավելի ձգվել։ Այ հրթիռների մասով ես ասել եմ եւ կրկնեմ, իմ պատկերացմամբ հրթիռների քանակը եւ նաեւ դրոնների քանակը, բայց առաջին հերթին հրթիռների քանակը օր-օրի նվազելու իրանական հրթիռների մասին է խոսքը։ Սակայն նույն ժամանակ այս պահի դրությամբ թերևս Իրանը կարողանում է բազմաթիվ հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ, լինում են դեպքեր, երբ որ այդ հրթիռները տեղ են հասնում եւ հարվածում են բնակելի շենքերի, կան բազմաթիվ կադրեր Իսրայելից, նաեւ կան կադրեր, որոնք որ իրանցիներն են տարածում, իրանական հեռուստաընկերությունները, հաշվի առնելով, որ Իրանը ուներ իր ագենտները նաեւ Իսրայելում, մենք ամիսներ առաջ խոսել ենք այս մասին, հնարավոր է, որ նկարահանվել եւ ինչ որ մի ձևով ուղարկվել են, տեղափոխվել են այդ կադրերը Իրան, այսինքն փաստ է, որ իրանցիները եւս մեկ-մեկ կարողանում են հարված հասցնել Իսրայելի բնակելի շենքերին։ Ոչ բոլոր հրթիռներն է կարողանում խոցել Իսրայելը։ Բավականին բարդ իրավիճակ է Լիբանանում, այդ մասին եւս մենք երեք խոսել ենք, շատ մանրամասներ չեմ կարող հաղորդել, բայց Հեզբոլլահը անընդհատ հրթիռներ է արձակում Իսրայելի օդուժը, ոչ միայն Իրանը ռմբակոծելուց հետո վերադառնալիս նաեւ ռումբեր են նետում նաեւ Լիբանանի վրա, Հեզբոլլահի դիրքերին, ցամաքային գործողություն, այսինքն շատ բարդ, խառը, ծանր պատերազմ է Մերձավոր Արևելքում։ Եվ հետաքրքիր տեղեկություն է հայտնում CNN-ը, որ Քաթարի ինքնաթիռները F-15 ինքնաթիռները կարողացել են օդում խոցել 2 Su-24 իրանական ինքնաթիռ, որոնք որ շատ ցածր բարձրության վրա գալիս էին հարված հասցնելու Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենամեծ բազայից մեկին, ընդամենը 2-3 րոպե առաջ են հայտնաբերվել այդ ինքնաթիռները, Su-24 ինքնաթիռները եւ շատ արագ կարողացել են խոցել F-15 ինքնաթիռների միջոցով այդ Su-24 ինքնաթիռները, այսինքն Քաթարը կարողացել է արագ գործել եւ խոցել 2 Su-24 իրանական ինքնաթիռ։ Հետաքրքիր է, որ իրանական կողմը պնդում է, թե իբր իրենք այս օրերի ընթացքում կարողացել են ոչնչացնել 500-ից ավել ամերիկացի զինվորականներ, ասում են, թե ահա Թրամփի խոստումը դուք ասում էիք Ամերիկայի Միացյալ Նահանգները ամերիկացիների համար, իսկ Իսրայելի համար դուք արդեն զոհ եք տվել 500 ամերիկացի զինվորականների, բայց ասեմ, որ ես չեմ հավատում տվյալ տեղեկություններին, պաշտոնական տվյալներով Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռ 10 զոհել չունի, այսինքն 1/10 չի գերազանցել Ամերիկայի Միացյալ Նահանգների զինվորականների զոհերի քանակը, եւ ես հպած եմ մնում հավատալ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրոք այդպիսի մեծամասշտաբ զոհեր չունեն, այ մեծամասշտաբ զոհեր ունեն հենց իրանցիները, որոնք որ այլևս չեն կարող ոչ մի ձևով պաշտպանել իրենց օդը։ Եթե առաջին 1-2 օրերի ընթացքում ինչ-որ չափով ամերիկյան ինքնաթիռները եւ իսրայելական ինքնաթիռները ավելի զգուշորեն էին գործում Իրանի երկնքում, հիմա արդեն շատ ավելի ազատ են, անխոչնդոտ, գրեթե անխոչնդոտ հարվածներ են հասցնում իրանական տարբեր օբյեկտների, հաշվի առնելով, որ Իրանը շատ մեծ է, դեռևս որոշ
զգուշավորություն այնուամենայնիվ պահպանվում է Իսրայելի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, բայց օրեցօր ավելի համարձակ և ավելի ազատ են սկսում գործել ամերիկյան և իսրայելական ինքնաթիռները Իրանի երկնքում, և ռազմաքաղաքական ղեկավարությանը ոչնչացնելուց բացի, հարվածներ են հասցնում նաև կարևոր, թեկուզ և փոքրիկ ռազմական օբյեկտների, հրթիռների, այսինքն բոլոր այն թեկուզ փոքրիկ հրթիռային կետերին, որոնք որ հայտնաբերվում են Իսրայելի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, ինչը նույնպես վկայում է այն մասին, որ մոտակա օրերի ընթացքում իրանական հրթիռների թիվը գնալով ավելի ու ավելի նվազելու է։ Այս պահի դրությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։